Նաև պատվարժան դատարան այս մասով ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը հստակ իրավակարգավորում ունի այս մասով անձեռնունքելիությունից զրկելու հետ կապված, մասնավորապես 90-րդ հոդվածի 5-րդ մասը ուղիղ նշում է, որ պատգամավորի թեկնածուի բուտ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ նա չի կարող զրկվել ազատությունից։ Այս մասով պատվարժան դատարան հարկ եմ համարում նշել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել ինչպես Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այնպես էլ վերջինիս ազատությունից զրկելու հարցերի վերաբերյալ։ Կա պատվարժան դատարանի իրավական դիրքորոշում եւ ես վստահ եմ, որ պաշտպանության կողմը այդ հարցը բարձրացնելու է, մասնավորապես նշելու է, որ սահմանադրական դատարանի 16-19 որոշումը պայմանավորել է ոչ թե պատգամավորի լիազորությունները ստանձնելու, այլ պատգամավորի կարգավիճակ ստանալու հետ։ Սակայն այս մասով պատվարժան դատարան կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում պատգամավորի կարգավիճակ, այսինքն որն է պատգամավորի կարգավիճակը։ Այս մասով պատվարժան դատարան որպես հակափաստարկ ուղղակի հետևյալ հանգամանքը նշեմ, որ սույն գործող մեղադրյալ Դավիթ Ղազարյանը եւ սույն գործող պաշտպան Արամ Վարդևանյանը նույն կարգավիճակն ունեն։ Այսինքն, եթե պաշտպանության կողմը գտնում է, որ Դավիթ Ղազարյանը ունի պատգամավորի կարգավիճակ, նույնությամբ նաև Արամ Վարդևանյանը ունի պատգամավորի կարգավիճակ, եւ հետեւաբար ինչ գործ ունի սույն գործող պաշտպանություն իրականացնի։ Փաստաբանության մասին օրենքը հստակ նշում է, որ փաստաբան եւ պաշտպան չի կարող հանդիսանալ այն անձը եւ նշում է, որ ընտրվել է ընտրողի մարմիններում։ Այսինքն, եթե պարոն Վարդևանյանը ըստ իր մեկնաբանման ունի պատգամավորի կարգավիճակ, հետեւաբար սույն դեպքում ինչ գործ ունի որպես պաշտպանություն իրականացնող փաստաբան։ Այս նկատառումից ելնելով հաշվի առնելով, որ մեղադրանքի կողմի դիրքորոշումը այդպես չէ, ձեր հարցին ի պատասխան մեղադրանքի կողմը գտավ, որ պարոն Արամ Վարդևանյանի մասնակցությունը բացառող հանգամանք այս պահին չունի։ Ինչի համար, որովհետև մեղադրանքի կողմը գտնում է, որ պարոն Արամ Վարդևանյանը այս պահին չունի պատգամավորի կարգավիճակ, այլ ունի հետևյալ կարգավիճակը, որը սահմանված է ընտրական օրենսգրքով։ Այսինքն, մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի կարգավիճակ ունի, ոչ թե պատգամավորի կարգավիճակ, պատվարժան դատարան սահմանադրի իմաստով։ Այս մասով պատվարժան դատարան մեղադրանքի կողմը գտնում է, որ մեղադրյալ Դավիթ Ղազարյանը սահմանադրական դատարանի իմաստով պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերելու 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Ուստի այնուամենայնիվ պատվարժան դատարան հաշվի առնելով, որ դատական նիստեր մինչև այդ չունենք նշանակած, մեղադրանքի կողմը կրկին հարկի համարում անդրադարձ կատարել մեղադրյալ Դավիթ Ղազարյանի նկատմամբ կիրառվող արդեն խափանման միջոցի իրավաչափության պայմաններին եւ հիմքերին արդեն քրեական դատավորության օրենսգրքի տրամադրության մեջ, այսինքն այն հարցը, որ անհապաղ քննարկման ենթակա է այս պահին եւ ըստ էության այս պահին ազատության մեջ է պահվում օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի կարգավորումներին հակառակ տրամաբանության մեջ, մեղադրանքի կողմը չի կիսում այդ կարծիքը եւ գտնում է, որ դա իրավական հիմնավորում չունի։ Պատվարժան դատարան կրկին հիմնավոր կասկածին այդքան խորությամբ անդրադարձ չեմ կատարի, ինչպես հակակոռուպցիոն դատարանը, այնպես էլ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը հաստատել է մեղադրյալ Դավիթ Ղազարյանի առնչությունը իրեն վերսագրված արարքին, ինչպես նաև դեպքի համապատասխանությունը քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներին։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ ըստ էության պատվարժան դատարան հաշվի առնելով, որ օգոստոսի 2-ից մեղադրյալ Դավիթ Ղազարյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, ուստի այդ ժամանակից ելնելով է, որ արդեն ազգային ժողովի համաձայնությունն է անհրաժեշտ, այսինքն անձեռնունքելիությունից զրկելու անհրաժեշտություն սահմանադրական դատարանի 16-19 որոշման առկա է լինելու, ուստի այս հիմնավորումներից ելնելով մեղադրանքի կողմը միջնորդում է մեղադրյալ Դավիթ Ղազարյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոփոխել, որպես խափանման միջոց կիրառել գրավը 1 միլիարդ դրամի չափով վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը համարցված։
վարչական հսկողության սահմանափակումների վերաբերյալ մեղադրանքի կողմը գտնում է, որ կիրառելի է քրեական դատավորությանը մասնակցող անձանց հետ սահմանափակման անհրաժեշտություն, ինչպես նաև վարչական հսկողության համապատասխան վերահսկողության էլեկտրոնային միջոցների կիրառման։ Ըստ էության այսքանը պատվարժան դատարան, շնորհակալություն։